Կանանց ներգրավվածությունը քաղաքական ու բիզնեսի, նոր տեխնոլոգիաների ու ավանդական արվեստների մեջ այլևս ոչ մեկին ոչ արտառոց է թվում ու ոչ էլ անսովոր, բայց միայն կանայք գիտեն, թե ինչ գին է պահանջվում համատեղել աշխատանքն ու ընտանիքը, երեխաների խնամքն ու աշխատավայրում ժամանակին լինելն ու ժամկետները չխախտելը։ Դա հասկանալու համար խնդրել ենք Մանու Իրիցյանին զրուցել գործարար կանանց հետ, հասկանալու որն է ձեռներեց հայուհիների հաջողության բանաձևը։ Այսպես ցույց տամ, սա գործվածքներ են։ Այնինչ անում էր ամեն առավոտ հայելու առաջ զգեստապահարանի մոտ մի օր որոշեց դարձնել բիզնես։ Ընտանեկան սիրելի գործը կար ու ձևն ու գործելը քույրերը որոշեցին արտադրական ծավալի հասցնել ու վաճառել։ Ոճային ինքը շատ մոդեռն է, մի քիչ համբոր, մեր ճաշակը լինի, մեր ուզածը լինի։ Ճաշակին ընկեր չկա, բայց մի քանի աղջիկներով որոշեցին սիրելի գործը դարձնել ճանաչելի։ Քաղաքի կենտրոնում խանութ բացելը թանկաճույք էր, այնպես որ քննարկեցին սուրճի սեղանի շուրջ ու 5 հայ դիզայներներով մեկ հարթակ ստեղծեցին։ Կանայք մի քիչ ավելի նպատակասլաց են, ավելի չարչարվող են։ Հիմա Five Concept-ը ոչ միայն 5 հայ դիզայներուհիների հագուստն է ներկայացնում, այստեղ կա 20-ից ավելի դիզայներ։ Աղջիկների բիզնես գաղափարը դուր եկավ նաև տղամարդկանց։ Մի հոգի, մի դիզայներ իրան շատ դժվարությամբ կկարողանա թույլ տա։ Քիչ ներդրում արեցին, բայց մեծ արդյունք ստացան։ Հիմա կանանց քմահաճույքը դարձել է լուրջ հարթակ հայ դիզայներների ու Made in Armenia հագուստը նախընտրողների համար։ Բայց ոնց որ ստացվում է, չէ՞ երեխեք։ Մի քանի կին գուցե մեկ խոհանոցում լեզու չեն գտնում, բայց այս խանութում նրանց միավորում է գեղեցիկ բիզնեսը։ Տոնական շաբաթը սկսել են ծաղիկներով ու անակնկալներով, ավարտում են նոր պլաններով։ Բիզնես ծրագիրը կատարված է։ Հիմա ընդլայնվելու ժամանակն է։ Վերտու չավկարև ամելու մանից։ Բիզնես բումն դարձավ նաև բժիշկ դիետոլոգը, նախ խորհուրդ էր տալիս առողջ սնվել, խուսափել շաքարավազից ու գլյուտենից, հետո սկսեց ցույց տալ ինչպես հեռու մնալ գայթակղությունից։ Լինի համով ու տեսքով, որովհետև այդ դա կարելի է ստանալ, բայց այնքան գորշ տեսք ունի, որ մի անգամ, երկու անգամ կարաս ուտես, հետո ասես դե լավ։ Առանց շաքարի, առանց ալյուրի քաղցր ու համեղ, դիետոլոգը գիտեր, սա ամեն կնոջ երազանքն է։ Վարդանուշ Պետրոսյանին բիզնես դնել ստիպեցին իր իսկ սիրելի պացիենտները։ Ուտել, բայց չգիրանալու համար դիետոլոգն ինքը նախ սկսեց պատրաստել թխվածքներն ու տորթերը, հետո էլ բացեց սրճարան։ Կանայք մինչև մտածում են սկոր էսպես լինի, սկոր այնպես լինի, սկոր էսպես չլինի։ Շատ երազանքներ մնում են ուղղակի երազանքներ, հետո ասում վայ, բայց ես մտածել եմ, բայց ուրիշը իրականացրեց։ Առանց ռիսկերը հաշվարկելու, առանց բիզնես պլանի ու բախերի էլ սկսեց իր գործը։ Սկզբում շատ դժվարություններ չունեինք, որովհետև չէի հասկանում, որովհետև ես ոչ մի բան չգիտեի, ոչ մի գիրք չէի կարդացել, ոչ մի կուրս չէի անցել, փորձ չունեի։ Սրճարանը սիրեցին ոչ միայն կանայք, կին գործատուն լեզու գտնում է նաև տղամարդ գործընկերների հետ։ Ղեկավարները տարբերվում են տղամարդ ղեկավարներից։ Կոմպլետիկի վարդանուշը։ Life Learning, այսպես է իր կանացի փոքրիկ բիզնեսը բնութագրում բիզնես լեդի բժշկուհին, սովորել անելով։ Մեր լաբորատորիան է, որը զբաղվում է շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներով։ Ոչ խոհանոց ու ոչ էլ նույնիսկ հագուստ Տիկին Փիրուզան հպարտությամբ ցույց է տալիս շինարարական իր լաբորատորիան։ Արդեն 11 տարի ստուգում է Հայաստանում ու Արցախում կառուցվող շենքերի, շինությունների ու ջրամբարների որակը։ Սա բետոնի պրես է, որակը ստուգելու համար։ Ընկերությունն էլ իր անունով ու ազգանունով է, բայց դա քմահաճույք չէ, խճի, բետոնի, ամրության ու մաշվածության մասին կապակցանյութերի մասնագետը իսկապես ամեն ինչ գիտի։ Մեր բնակավարում մենակ ես եմ, կին ասեմ տես, ղեկավար որպես ընկերության ղեկավար, որ ինքս հիմնել եմ։ Ամեն ինչ սկսվեց 88-ին, երկրաշարժից հետո 8 տարի տուն չուներ, իսկ երբ լուծարվեց նաև շինարարական գործարանը, որտեղ աշխատում էր, որոշեց այսուհետև ինքը կկառուցի ամուր տներ։ Մենք աղետը տեսել ենք, մենք չենք կարող թույլ տալ։ Կնոջ տրամաբանությունն ու բիզնես հոտառությունը ամենատղամարդկային ոլորտում նրան դարձրեցին հայտնի ձեռնարկատիրուհի։ Այս տարի իրականություն կդառնա նաև ամենամեծ երազանքը՝ սեփական տուն, սեփական ձեռքերով ամուր ու սեյսմակայուն, հենց գրասենյակի վերևում։ Սա մեր ննջասենյակն է։ Եվ ամենասիրելի վայրը զգեստապահարան սենյակը պատրաստ կլինեն աշնանը։ Վարդանը ամուսինն ու նաև գործընկերը կնոջ գլխավոր խորհրդատուն է։ Բիզնես լեդիի հետ ապրելը դժվար չէ։ Չէ։ Աստծուց գոհ Աստված տվեց։ Առանց տղամարդկանց օգնության, առանց բիզնես գիտելիքների իր սեփական բիզնեսը սկսեց նաև թարգմանիչ Կարինե Գևորգյանը։ Հիմնականում աղջիկներ են
Այո, անձնակազմը։ Թարգմանչական գրասենյակում նույնիսկ պրակտիկանտներն են գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։ Շփարեք ձեզ։ Տանը նույնպես կանայք մեծամասնություն են։ Դե չի ստացվի էլի աղջիկ ես։ Ինչ պիտի անես, դու քո ոնց որ կյանքը գնա դասավորի ուրիշ ձեն։ Թարգմանչուհին ընտրեց ամենառացիոնալ տարբերակը՝ սկզբում բիզնես, հետո ընտանիք։ Չխանգարելով հաստատ օգնում եմ։ Կանացի իրացիոնալության մասին այս ընտանիքում քմծիծաղով են խոսում։ Լավ ձեռնարկատեր ու մենեջեր լինելու համար սեփական օրինակով գիտեն, սեռը նշանակություն չունի։ Մենակ հաճույքը լինի ինչ որ շահու չհետապնդես, անիմաստ է դառնում։ Չեմ նկատել, այսինքն որ ինչ որ մի տեսությամբ գնահատվի, որ կանայք իրացիոնալ են։ Բիզնես կանայք կատակում են տղամարդկանց ու կանանց բիզնես կարողությունների, կարծրատիպերի ու խտրականության մասին, բայց ամենադժվար գործն էլ անում են թեթևությամբ։ Նրանք խստապահանջ են, աշխատասեր ու գործունյա։ Նրանք կառավարում են, եթե նույնիսկ բիզնես չունեն, չէ՞ որ ընտանեկան մենեջմենթը նույնպես իրենց պարտականությունն է։ Մանուիլիցյան, Ալբերտ Գալստյան, Post Factum։